Նիկոլ Փաշինյանը ավելի քան 10 օր Գարեգին II կաթողիկոսին ուղղված քննադատություններից և հարձադրումներից հետո հիմա էլ նրան մայրաթորից հեռացնելու պլան է ներկայացրել։ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պետության ղեկավարը բացահայտ փորձում է միջամտել հայ առաքելական եկեղեցու հոգևոր ղեկավարի փոփոխության գործընթացին։ Արդեն ավանդական դարձած Սաղմոսի հրապարակումից հետո Փաշինյանը գործուն քայլերի հերթականությունն է ներկայացրել, որով իրականացնելու է հոգևոր իշխանության փոփոխություն։ Փաշինյանն առաջարկել է հանձնաժողով ձևավորել, որի կազմում պետք է լինեն ամբողջ հոգով Քրիստոսին հավատացողները, Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ կարդացածները, մեծ պահքը վերջին 5 տարում գոնե մեկ անգամ պահածները և ամեն օր աղոթողները։ Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա վերնշված չափանիշների շուրջ ունեցած զրույցների գնահատմամբ։ Փաշինյանը Facebook-յան գրառմանը կից գրել է իր էլեկտրոնային փոստի հասցեն և սպասում է ինքնաառաջադրվողների։ Արդյոք վարչապետը հաղորդագրություններ ստացել է։ Պարզել չհաջողվեց, աշխատակազմից զանգերն անպատասխան թողեցին։ Փաշինյանի սկսած այս գործընթացի իրականացումը չեն պատկերացնում նաև եկեղեցին, այսպես ասած բարեփոխելու հարցում նրան անվերապահ աջակցող ՔՊԱ-կանները։ Ճիշտ ասած չեմ պատկերացնում այս պահին, բայց ընթացքը ցույց կտա։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փաստացի որոշել է համակարգող խումբ ստեղծել, ազատվել ընտրված ամենայն հայոց կաթողիկոսից և նոր կաթողիկոս ընտրել, այն դեպքում, երբ նման լիազորություն չունի, իսկ պաշտոնատար անձին կիրավասու են կատարել միայն այն գործողությունները, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ և օրենքներով։ Ըստ առկա կարգավորումների պետությունը որևէ լծակ չունի եկեղեցու ինքնակառավարմանը միջամտելու, ավելին այդպիսի միջամտությունն արգելվում է։ Արդեն իսկ փաստ է, որ վարչապետը ոչ Հայաստանի սահմանադրությամբ, ոչ օրենքներով լիազորված չէ միջամտել հայ առաքելական եկեղեցու գործունեությանը։ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով էլ սահմանվում է քրեական պատասխանատվություն պաշտոնատար անձանց համար, որոնք իրենց պաշտոնեական լիազորություններից չբխող գործողություններ են կատարում։ Մասնավորապես քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով սահմանվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցակազմը։ Դատախազությունից Ֆակտոր TV-ն փորձեց պարզել, արդյոք ուսումնասիրել են Փաշինյանի գրառումը քրեական վարույթ հարուցելու հարցը դիտարկելու համար, ինչին ի պատասխան հայտնեցին, որ դատախազությունը չի ուսումնասիրել այն։ Իշխանական падգամավոր Նարեկ Գրիգորյանը չգիտի Փաշինյանը սահմանադրությունը խախտում է, թե ոչ, իսկ ահա ընդդիմադիր Արմենուհի Գյուրեղյանն ավելի քան վստահ է։ Դեմեք սահմանադրական դատարան, սահմանադրության խախտումը կասի միայն սահմանադրական դատարանը։ Հստակ սահմանադրական կարգի խախտում է, որովհետև մենք հստակ ունենք առաքելական եկեղեցու կարգավիճակը սահմանադրորեն ֆիքսված եւ որևէ մեկին սահմանադրական որևէ մարմնի լիազորություն չի տրված այդ սահմանադրության մեջ։ Որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Փաշինյանը մայիսի 29-ից է սկսել ամենօրյա ռեժիմով անդրադառնալ հայ առաքելական եկեղեցուն և հոգևոր իշխանությանը։ Եկեղեցին Չուլանի հետ համեմատելու հաջորդ օրը գրառում արեց մի սրբազանի և նրա քեռակնոջ մասին, ապա կաթողիկոսից հետաքրքրվեց զավակ ունի, Փաշինյանը պատասխանել է ինքն իր հարցին ու վեհարանը կաթողիկոսից ազատելու գրառում արեն նրան դիմելով Աշխարհիկ անունով։ Մայրաթորը շրջափակելու կաթողիկոսին ուժով հանելու հրահանգ կտա Փաշինյանը իր գործելավոճին համապատասխան։ Լրագրողները հետաքրքրվում են իշխանական падգամավոր Նարեկ Գրիգորյանից։ Վեհարանում աղոթում են, վեհարանում ուժ չեն կիրառում։ Ուժի գործադրումն անթույլատրելի համարող ՔՊԱ-ն սակայն վստահեցնում է, հավատացյալները հենց եկեղեցում են իրեն փոխանցում, ողջունում են այն, ինչ սկսել է Փաշինյանը։ Պատարակի տեղում մասնակցում է 50 հավատացյալ եւ 50 հավատացյալներից 49-ը ասում են, որ գործընթացը ճիշտ է։ Փաշինյանին կոշտ քննադատում են ընդդիմադիրները։ Հայաստան խմբակցությունից Արմենուհի Գյուրեղյանը չի հավատում, որ առաքելական եկեղեցու հետևորդը կարող է անել այն, ինչն անում է Նիկոլ Փաշինյանը։ Նա առաջարկում է պարզել, թե որ կրոնի հետևորդ է Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը այն մարդը չի, որը իրավունք ունի, լիազորություն ունի եւ այդ ուժն ունի վեհապարին հավատացյալ նայած իր միատ իր հետ ճշտեք իր հավատքը որն է։ Ես խիստ կասկածներ ունեմ ողջամիտ, որ ինքը քրիստոնե ինձ հետաքրքիր չի։ Ես իր տեսակը ճանաչել եմ եւ ինձ համար հետաքրքիր չի։ Ինչ հավատքի հետևորդ։ Ինքը ազգադավ, պետականական Երկիրը դավաճանող մարդ է։ ՔՊ-ից հեռացած եւ որպես անկախ падգամավոր հանդես եկող Հակոբ Ասլանյանն էլ Փաշինյանի քայլերում հակապետական գործողություններ է տեսնում։ Վարչապետը ինչ է, չգիտեմ, ես արդեն ոնց բացատրեմ դա։
իրավունք չունի, վարչապետը իրավունք չունի մտնելու հոգևոր դաշտ։ Իրականում այս գործընթացի հիմքում շատ ավելի խորը բան կա։ Նիկոլ Փաշինյանը փորձում է այնինչ իմ կարծիքով պատրաստվում է հակապետական գործ անելու, փորձում է եկեղեցուն մի կողմ հրել, որպեսզի եկեղեցին չդառնա խոչընդոտ իր այդ գործողություններին։ Փաշինյանի գրառումից ժամեր անց ազգային ժողովի նախագահ Լեն Սիմոնյանը պնդեց հայ առաքելական եկեղեցին նոր կաթողիկոս է ունենալու։